Եվ այսպես, այսօր խոսելու ենք 2026 թվականին այս տարի բիզնեսի տրանսֆորմացիայի տենդենսներից, հատկապես AI-ից, քանի որ AI-ից վերջերս դարձել է mainstream, դարձել է շատ մեծ տրենդ եւ բոլոր անկյուններից խոսում են նրա մասին, որ AI-ը փոխում է բիզնեսը, պետք է արագ տրանսֆորմացվել, պետք է արագ համակերպվել նոր իրականությանը, AI ներդնել եւ այլն եւ այլն, բայց թե ինչպես դա անել եւ ինչքանով է դա իրականում ձեռնտու, դեռևս քիչ ինֆորմացիա կա եւ ընդհանրապես Հայաստանում քիչ փորձ կա, աշխարհում էլ իրականում փորձը դեռևս շատ չի քիչ է եւ իրականում աշխարհի մակարդակով ստատիստիկան ցույց է տալիս, որ առայժմ բիզնեսները AI-ը ինտեգրելու պատրաստ չեն եւ ոչ բոլոր պրոյեկտներն են հաջող ընթանում։ Ոչ թե ոչ բոլոր, այլ ստատիստիկան ասում է, որ բիզնեսում AI-ի կիրառման 95% դեպքերում արդյունավետության աճ չի գրանցվում, այսինքն կարելի ասել 95% դեպքերում պրոյեկտը fail է լինում, ծախսերն ավելի շատ են լինում, քան եկամուտները։ Այդ իրավիճակում սկսել ինչ-որ բան անել բիզնեսի տրանսֆորմացիայի մեջ առանց հստակ պատկերացում կազմելու թե ուր է գնում եւ ինչպես է գնում, շատ վտանգավոր է։ Մեր այս վեբինարը որոշակի լույս կսփռի այս թեմայի վրա եւ ցույց կտա թե ինչ ուղղությամբ գնալ, ինչից սկսել եւ այլն, ու իհարկե վերջում նաեւ մեր տրեյնինգներից երկուսի մասին կխոսեմ, որոնք որ այս թեմայի հետ խիստ առնչություն ունեն, եւ իհարկե վեբինարի մասնակիցներին հատուկ առաջարկ կանեմ մեր այս տրեյնինգների մասով, այնպես որ եթե միացել եք, այդ մասով ձեր բախտը կբերի։ Գնացինք, ինչի մասին ենք խոսալու։ Նախ խոսելու ենք նրա մասին, ինչ են ավանդական բիզնես մոդելները ձախողելու մոտ ապագայում, հետո մի քանի օրինակով ցույց կտամ, թե ինչպես են ավանդական բիզնեսները կիրառում AI-ը, ինչ կիրառման ոլորտներ կան, իրականում շատ sense մի քանի 3 նեղ սպეციფიկ կիրառման մասին խոսենք, բայց կիրառման տարբերակները շատ են, հետո նաև կտամ մեծ ցուցակ, թե ընդհանրապես ինչը ավտոմատացնելու մեջ կարելի է AI կիրառել, մի քանի AI գործիքների մասին կպատմեմ արագ հակիրճ, քանի որ ժամանակը շատ սուղ է, որոնք որ ղեկավարի համար խիստ անհրաժեշտ են ու լավ կլինի, որ ղեկավարը դրանց գոնե բազային մակարդակում տիրապետի, կամ գոնե ղեկավարի թիմում մարդ լինի, ով դրանց տիրապետում է, եւ շատ կարևոր թեմա, խոսեմ նրանից, թե որտեղից սկսել տրանսֆորմացիան, որպեսզի այն չդառնա հերթական ծախսային հոդված, այլ դառնա շահավետ, շահութաբեր պրոյեկտ։ Ու վերջում հարցերի պատասխանի մասը, այսինքն ձեր տված հարցերի պատասխանները, ձեր տված հարցերին կպատասխանեմ, ընթացքում էլ ինչ-որ պահի կկանգնեմ եւ կգամ ձեր հարցերին, որպեսզի ընթացքում էլ թեմայի մեջ հարցերը միանգամից իրենց պատասխանները գտնեն։ Եկեք սկսենք մի հատ իմ մասին պատմությունից, որպեսզի այն մարդիկ, ովքեր ինձ չեն ճանաչում, առաջին անգամ են ինձ տեսնում եւ ընդհանրապես մեր ընկերության մասին առաջին անգամ են լսել, առաջին անգամ են մեզ հետ շփվում, իմանան թե ով եմ եւ ինչ փորձառություն ունեմ եւ ինչու եմ այս թեմայով խոսում։ Ես Հայկ Մարգարյանն եմ, Executive Business Campus-ի հիմնադիրը եւ հիմնական մեթոդաբանը, մենք ուրեմն տրեյնինգային եւ խորհրդատվական ընկերություն ենք եւ մասնագիտացած ենք միայն մենեջմենթի ոլորտում։ Ես բիզնեսի կառավարման համակարգերի նեղ մասնագիտացում ունեմ, ավելի քան 10 նման պրոյեկտ եմ իրականացրել բիզնեսում կառավարման համակարգերի ներդրման, կամ կարելի ասել նաև բիզնեսի տրանսֆորմացիայի, բիզնեսի թվային տրանսֆորմացիայի, որովհետև բոլոր համակարգերի ներդրումը ուղեկցվել է թվայնացման ծրագրային ապահովումների ներդրմամբ, ունեմ 2 մագիստրատուրա ֆինանսների եւ համակարգերի կառավարման ոլորտում, IBRD-ի կողմից որակավորված Digital Transformation խորհրդատու եմ եւ Mantations գործարարների միությունում էքսպերտային անդամ եմ հանդիսանում։ Այս սլայդը ես միշտ ցույց եմ տալիս անկախ նրանից ինչ երկարության միջոցառման համար է իմ պրեզենտացիան, նայեք,
Հայաստանում ընդհանրապես գոյություն ունի GDP հասկացողությունը, այսինքն GDP per hour worked հասկացողությունը, այսինքն մեկ ժամվա կտրվածքով ՀՆԱ հասկացողությունը, մեկ ժամ աշխատանք, որ կատարվում է, ինչքան ՀՆԱ է գեներացվում։ Հայաստանում այդ ցուցանիշը 10.7 դոլար է։ Սա 24 թվականի տվյալներն են, 25-ին ոնց որ թե դեռևս չկա։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ միջինում Հայաստանում ամեն աշխատած ժամը գեներացում է 10.7 դոլար արժեք։ Որպեսզի հասկանանք սա շատ է թե քիչ, համեմատենք նախ համաշխարհային միջինի հետ, որից 2.5 անգամ ցածր է, եւ հետո համեմատենք մի քանի երկրների հետ, որոնք որ մեզ միգուցե հետաքրքիր են, հա։ Օրինակ Թուրքիայում այդ ցուցանիշը 44 դոլար է, Իսրայելում 57 դոլար, նույնիսկ Ռուսաստանում դա 30 դոլար է։ Նույնիսկ Ռուսաստանում կարող ենք մտածել, որ նավթային արդյունաբերության արդյունքում է դա այդքան մեծ թիվ, ապա չգիտեմ, Իսրայելում նման արդյունաբերություն չկա, բայց Իսրայելում մեկ ժամը արտադրում է 57 դոլար հնա։ Որտեղ է խնդիրը, ինչի ենք մենք այսքան քիչ հնա արտադրում, ինչի ենք այսքան ցածր արտադրողականությամբ աշխատում։ Ես կարծում եմ, որ ամենակարևոր խնդիրներից մեկը դա Հայաստանում կառավարման մշակույթի բացակայությունն է։ Կլինի դա բիզնեսում, կլինի դա հասարակական սեկտորում, պետական սեկտորում, բոլոր տեղերում կառավարման մշակույթի տոտալ բացակայությունն ենք, ինչի պատճառով շատ ոչ արդյունավետ ենք աշխատում։ Եվ մեր ընկերության առաքելությունն է այդ մշակույթի ձևավորումը եւ հետեւաբար նաեւ այս ցուցանիշի բարձրացումը Հայաստանում։ Так, անցնենք մեր բուն թեմային։ Մենք այս պահին ժողովուրդ ապրում ենք շատ խառը շատ արագ զարգացող բիզնես միջավայրում, երևի ամենաարագ փոփոխվող փուլում ենք ապրում, որովհետև ինֆորմացիան այնքան շատ է, որ չենք հասցնում ուղղակի կլանել, հա։ Ինչ հիմնական խնդիրներ ունենք որպես ղեկավար, որպես գործարար այսօրվա բիզնես միջավայրում։ Առաջինը տվյալների ջրհեղեղն է։ Ինչ խնդիր ունենք այստեղ, որ ըստ էության տվյալները շատ են, այսինքն բոլոր տեղերից ինչ որ անդադ ինֆորմացիա գալիս է, հիմա մենք քիչ թե շատ ունենք ինչ որ ծրագրային ապահովներ, որոնցով աշխատում ենք, CRM ունենք, միգուցե հաշվառման ծրագիր ունենք սոցցանցեր, որտեղից որ հաճախորդների հետ ենք շփվում, շատերը ունեն ուրեմն IP հեռախոսակապ եւ բանն անում, ձայնագրում են հեռախոսազանգեր այդտեղ ինֆորմացիա ունենք եւ այլն, բայց չունենք համակարգված պիտանի ինֆորմացիա որոշումներ կայացնելու համար։ Այսինքն ինֆորմացիան աղմուկի պես կա, բայց համակարգված եւ տեսանելի հասկանալի ինֆորմացիա, որ ղեկավարին կօգնի արագ որոշում կայացնել, սովորաբար չենք ունենում։ Մյուս կարևոր խնդիրը ռուտինայի գերակայությունն է, ինձ թվում է կհամաձայնվեք, որ ղեկավարների մեծ մասի համար այս ընդդիմը ճիշտ է, որ օրվա 80%-ը գնում է թիմի մանրավերահսկողության, հաշվետվություններ ստուգելու կամ ընդհանրապես ռուտինային գործերի վրա եւ զարգացման ու ռազմավարության համար ժամանակ չի մնում։ Մյուս մեծ խնդիրը, որ խնդրի լուծման հազարավոր գործիքներ կան, այսօր րոպեն մեկ երևի մի նոր գործիք է դուրս գալիս, որը ավտոմատացնում, լուծում, քո փոխարեն անում է ինչ-որ մի գործ, բայց այդ լուծումը կամ լուծողը, պատրաստի լուծումը կամ այդ լուծումը մեր մոտ իմպլեմենտացնողը չկա, այստեղ է իրականում հիմնական խնդիրը, որովհետև ըստ էության հազարավոր գործիքներ կան, այդտեղ AI գործիքներ կան, որոնք որ մեր պրինցիպի խնդիրների մեծ մասը պիտի որ լուծեն, բայց դրանք չենք կիրառում, որովհետև այդտեղ կան գիտելիքի խնդիր, փորձի խնդիր, ներդնելու process կա, որը ժամանակատար եւ ֆինանսապես ոչ միշտ արդարացված եւ այլն, հա։ Այս հազարավոր գործիքների մասով մի բան ասեմ, մի հատ կայք կա, there is an AI for that, հենց այդպես էլ կոչվում է, there is an AI for that.com, որտեղ որ 40,000-ից ավել ուրեմն AI գործիքների մասին ինֆորմացիա կա, այսինքն եթե ինչ-որ խնդիր ունեք, այդ չգիտեք, որ AI-ը կարող է ձեր խնդիրը լուծել, այդտեղ ուղղակի կարելի է փնտրել եւ գտնել բոլոր հնարավոր AI-ները
Ես ասում եմ 40,000-ից ավել, բայց դա բավականին շուտ եմ նայել, մի քանի շաբաթ առաջ եմ այդ թիվը նայել, միգուցե հիմա բացենք նայենք, արդեն 50,000-ը անցած լինի, ինչ որ պահի կբացենք կնայենք հեսա պրեզենտացիայի ընթացքում։ Ու այս ինֆորմացիայի ու այս ռուտինայի գերակայության պայմաններում մեր ընկերությունում անընդհատ առաջանում են խցանումներ եւ տրանզակցիոն ծախսեր։ Խցանում ասելով նկատի ունեմ, երբ մի աշխատանքի չարվելու պատճառով այլ բաժիններում կամ process-ի այլ կետերում խցանումներ են առաջանում, ինչի պատճառով գործը առաջ չի գնում։ Սա ամենացավոտ այսպես կարելի ասել, հա, շատ անիմաստ, բայց շատ ցավոտ խնդիր է բիզնեսում եւ մի փոքր խնդրի պատճառով խցանում է առաջանում process-ի մեջ ինչ-որ տեղում եւ դրա պատճառով ամբողջ գործը կանգնում է։ Տրանզակցիոն ծախսեր ասելով նկատի ունեմ ուրեմն ինֆորմացիայի փոխանցման, ինֆորմացիայի մշակման, որոշումների կայացման process-ում կորցրած ժամանակը եւ այլ ռեսուրսները։ Սրանք ծախսեր են, որոնք որ ժամանակակից բիզնեսում շատ մեծ են, եթե առաջ ծախսերի մեծ մասը նյութական բնույթ էին կրում, այսինքն արտադրության մեջ ամեն դեպս ֆիզիկապես հումքի, պաշարների եւ այլնի հետ էին կապված, ապա հիմա շատ ավելի ու ավելի շատ բիզնեսներում են ծախսերի մեծ մասը աշխատանքի ժամով պայմանավորված, հա, թիմակիցների ժամով պայմանավորված, հետեւաբար ամեն մի process-ի դանդաղությունը, ամեն մի process-ի երկար տևելը կամ խցանումը դա հավելյալ տրանզակցիոն ծախս է, որը մեծացնում է մեր ինքնարժեքը։ Ու սա էլի մեր կներեք խնդիրներից է, ու այստեղ մի պարադոքս կա, որ երբեմն ինչքան ավելի շատ գործիք ես կիրառում process-ները ավտոմատացնելու կամ մոտարկելու համար, այդքան ավելի տրանզակցիոն ծախսերը աճում են։ Այսպիսի պարադոքս կա, որը ինչ որ մի պիրուտ անխուսափելի է, բայց որը որ շատ անգամ տարիներով այդպես աճելով գնում է այն պատճառով, որ process-ները ամբողջությամբ համակարգված քարտեզագրված չեն ու այն գործիքները, որ մենք ներդնում ենք խաոտիկ կերպով, կարճաժամկետ որոշումների արդյունքում ու իրանք նույնպես իրար հետ փոխկապակցված չեն։ Օրինակ, եթե դու մի գործիք ես դնում վաճառքի բաժնում CRM-ը վարելու համար, մեկ այլ գործիք ես կիրառում մարքեթինգի բաժնում եւ մեկ այլ գործիք ես կիրառում օրինակ ծառայությունների մատուցման բլոկում, ծառայությունների մատուցման թիմում, ապա ամեն թիմը իր ներքին աշխատանքը միգուցե ավելի արագ անի դրանով, բայց դրանով դու թիմերի մեջ աշխատանքում տրանզակցիոն ծախսերն ես ավելացնում, ինչը լրիվ զրոյացնում է այն առավելությունները, այն օգուտները, որ դու ստանում ես թիմի ներսում արդյունավետության բարձրացումից։ Ես էլ մի խնդիր